Դուք ուսումնասիրել եք հայդուկային կամ ֆիդայական շարժումը և քանի որ ձեր տնային աշխատանքներ ձեր ցանկությամբ ընտրել որևէ հայդուկապետի և նրա մասին աշխարհացույցից օգտվելով դուրս բերել տեղեկություն, մենք այսօր պետք է իմի բերենք, ամփոփենք և միմյանց սովորեցնենք նոր լրացուցիչ նյութերը ու ամրապնդենք այս կարևոր թեման, հասկանալով, թե ֆիդայական շարժումը ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ և ինչ դասեր պետք է քաղենք այսօր մենք մեր հայրենիքի պաշտպանության հարցում և ընդհանրապես մեր ազգային ինքնագիտակցության բարձրացման գործում։ Ուսումնասիրել եք։ Հիմա ես գծում եմ ապագայի անիվը և դուք ինձ ասում եք տերմիններ, բառեր, արտահայտություններ, որոնք կվերաբերվեն ֆիդային բառին։ Մտածում ենք։ Կփորձենք սովորել, բացատրել, վերհանել ֆիդայական շարժման, առաջացման պատճառները, հասկանանք ֆիդայական շարժումը ինչ ընթացքով սկսեց, հասկանանք ֆիդայական շարժման նպատակը որն էր։ Սկսեցինք։ Երկրորդը շոտում ենք ուսումնասիրել հետևյալը, որ 1882 թվականին հարձակվում է թուրք ժանդարմի վրա, որի համար նրան ձերբակալում են։ Նա բանդից փախչում է և գնում է Կոստանդնուպոլիս, այնտեղ ցույց է տված, թե նա ինչպես քանի օր է մնացել, օրինակ եթե ոտքի գնարները գներ 24 օր 9 ժամ, ձիով 13 օր 1 ժամ, իսկ ինքնաթիռ մեքենան չկա այժմ։ Դրանից հետո նա Կոստանդնուպոլսում մասնակցել է մի շարք կանոնավորական շարժումների և պայքարների։ Իսկ իր կյանքի վերջին ընթացքում նա ճանապարհորդել է, գնացել է Իրան, Եվրոպա և Ամերիկա։ Եթե նա գնար ապատակտեղեր 538 օր և 12 ժամ, ձիով 280 օր 11 ժամ, իսկ մեքենան և ինքնաթիռը այդ ժամանակաշրջանի չունեն։ Զորավար Անդոնի Կոզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի շաբաթ 50-ականներին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է Սոխոտում։ 1895 թվականին, երբ Սերոքը վերադառնում է խլած և սկսում քարոզել, տղաք առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք։ Սոսեն նրա կողքին էր։
Ֆիդայիների սկզբունքներից մեկն էլ չամուսնելը, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։ Իսկական անունը Սոսնը Վարդան է, ծնվել է 1968 թվականին, նա եղել է հայ արտերկրացական պայքարի մասնակից և դիզայն։ Նա կրվել է տղամարդկանց կողքին, ինչ շատ հազվադեպ է կրոնչ համար։ Նա հատկապես հայտնի է նրա համար, որ եղել է Ֆիդայի առաջնորդ Սերոբ Աբդուի կինը։ Հետ իսպանել է նրանցից մեկին և շրջանցել արտասահման, հետյա դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պահպանությամբ իսկ Հայաստանից մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակարված տալ նրանց, Սերբն առավել աչքի է ընկել իր հայրենի սովոր թուրի պաշտպանությամբ, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ Սերբի ջոկատը գործում ունեցել Թուրքիայի այլ շրջաններից խլած եկած քրդական և թուրքական բանակի հետ, որքան ծանոթ չէին տեղակին, այդ հանգամանքը Սերբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումները տալու համար։ Շնորհիվ Սերբի Արևմտյան Հայաստանում ամենաքիչը ջարդերը տեղի են ունենում խլած գավառում, որի համար ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը, իր կատարած ցուցադրությունների համար կոչվել է նաև Նեմրութի հսկան կամ Նեմրութի Ասլան։ Հիմա գնա ժամանակացույցը դիր բան։ Իսկական Ասլան Նադանյանը ծնվել է 1870 թվականին Արևմտյան Հայաստանի Սասունգավառի Մկրտեն գյուղում։ Նա 19-րդ դարի Հայաստանի ազատագրական շարժման նշանավոր գործիչներից է։ Ուսումը ստացել է Մշուր Սուրբ Արաքելոցի դպրոցում, բայց 18 տարեկանում թողել է ուսումը և մեքենիկ անել։ Այնտեղից հրացան է ձեռք բերել ու վերադարձել Սոսում, որտեղ մնացել է հայրիկապետ Արաքելի խմբին։ 1891-94 թվականին Գևորգ համագործակցել է հնչական ուսուցչության գործիչներին Իլյան Դամատյանի և Մեծամորադի հետ, մասնակցելով Սասունի միջապաշտպանական մարտերին։ Նա առանձնապես աչքի է ընկել 1893 թվականին Տարբոյի կռիվներում իրար քաջությամբ։ 1894 թվականին թուրքական իշխանությունները նրան ձերբակալել են, սակայն 1896 թվականին նա փախել է Բաղդադից և վերադարձել Սասուն։ 1897 թվականին Չաուշը շարունակել է պայքարը համագործակցելով հրահեր դժոխքի դուսերի և Աղբյուր Սերոբի նման առաջնորդների հետ։ Աղբյուր Սերոբի դավադախտան սպանությունից հետո Գևորգ Չաուշը Անդրանիկ Գոզանյանի հետ վրեժ է դրել սպաներով Տաշան Աղայի և քուրդ թերապետ Բշարե Խալիդին։ Նա նաև մասնակցել է 1901 թվականի Սուրբ Արաքելոցի հերոսամարտին, որտեղ 37 հայրենիքներ գնահատվել են բացասարանով թուրքական զորքին և գիշերով աննկատ դուրս եկել վանքից։ 1904 թվականին Գևորգ Շարժման գործիչ, հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Տաղանի առաջին հայրիկապետ Արտոն, Արաքելի Ստեփանոսյան, ծնվել է 1963 թվականին Բիլիֆիսի նահանգի Կուրցել քաղաքում, սովորել է Մուշի Սուրբ Արաքելոց վանքի դպրոցում։ 1992 թվականին Բերդա գյուղում արաբոն մասնության ձերբակալվել է դատապարտվել 15 տարվա կազմակերպություն, սակայն նրան հաջողվել է փախչել Բիլիֆիսի բանտիստան ունիվերսիտետ քարտեզագրությունից։ 1992 թվականին անցնելով Կովկաս, Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովին։ 1993 թվականին Կարմարյան 16 օգնած խմբով Կարսի մարզից փորձել է շարժվել Սասուն, սակայն Դալարաշի ձորով կռվի բռնվելով քրդերի հետ ամբողջ խումբը զոհվել։ Այստեղ քարտեզագրված է Կարսից մինչև Արաբոյի անցած պատմական ճանապարհը ցույց են տալիս ներկայիս քարտեզում։ Դուք տեսնում եք ժամանակացույցերը խեք։